Առողջապահության նախարարության նախորդ տարվա գործունեությունն ամփոփելիս նախարար Անահիտ Ավանեսյանն առանձնացրեց տարեվերջին մեկնարկած առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը։ Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի քաղաքացիները, հաշմանդամության առաջինից երրորդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը եւ սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, այդ թվում զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաեւ 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացողները։ Առավոտյան դրությամբ 771 հոգի է օգտվել անցած օրերի ընթացքում առողջության ապահովագրության շրջանակներում։ Հիմնականը հիվանդանոցային բուժօգնություն ա եղել, պարոն վարչապետ, որտեղ պոլիկլինիկաները այս օրերին չեն աշխատել, էմերջենսի, վերակենդանացում, վիրահատություններ իրականացվել են արդեն կարգավիճակ ունեցող ապահովագրված անձանց։ Կարևորելով վճարովի ծառայությունների համար անկանխի եղանակով վճարումը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընդհանրապես առողջապահության ապահովագրության համակարգի կարևոր մասը, որ որևէ շահառու որևէ առողջապահական ծառայություն չստանա, որից պետությունը տեղյակ չէ եւ դրա վճարումը չի տեսնում։ Որտեղ հակառակ դեպքում ամբողջ համակարգը կդեֆորմացվի, մեզ պետքա այսինքն համակարգը պետքա ճանաչի բուժառուին եւ իմանա իր բուժման հետագծելիությունը եւ այս շատ կարեւոր եւ սկզբունքային պայման է։ Նախ այդտեղ հետագծելիությունն էլ է, չէ, ապահովում այնուամենայնիվ, որովհետեւ գործողությունը մեր կարևոր խնդիրներից մեկը թափանցիկությունը ապահովելն է։ Թափանցիկությունը ապահովելու համար կարևոր է, որ մենք տեսնենք գործողությունները, որոնք տեղի են ունենում այդ պրոֆիլի հետ եւ բժշկի կողմից։ Վարչապետի խոսքով առողջապահական հաստատություններում կանխիկ վճարումների համակարգը պետք է բացառել, ձեռնարկել խիստ միջոցներ եւ սահմանել կարգավորումներ, ընդհուպ առողջապահական հիմնարկի նկատմամբ կիրառելով սանկցիաներ։ Ապա Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ 2026 թվականին առողջապահության ոլորտի բյուջեն 2025 թվականի 164 միլիարդ դրամի համեմատ աճել է, հասնելով 220 միլիարդ դրամի։ Այսինքն 100 միլիոն դոլար մենք այս տարին ներդնում ենք այդ ոլորտը կարգավորելու համար։ Տեղեկացվեց, որ երեխայի ծննդյան գրանցումը կատարվում է ծննդատանը ամբողջովին թվային եղանակով։ Իմունական խարգելման գործընթացն իրականացվում է ամբողջովին թվային տարբերակով, իրականացվում է նաև թվայնացված դեղապահովում, գործում է նաև թվային անաշխատունակության թերթիկը, ընթացքի մեջ է լաբորատոր հետազոտությունների թվայնացումը։ Հաշվետու ժամանակահատվածում մարզային 42 առողջապահական կազմակերպությունների կառավարման լիազորությունները վերապահվել են առողջապահության նախարարությանը։ 3 տարվա ընթացքում մարզային առողջապահական կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպվելու են 1 մարզային բժշկական կենտրոնի։ Անահիտ Ավանեսյանը թվեց արդիականացված արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունները կառուցված, վերանորոգված եւ բուժսարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնները։ Նշեց, որ մեկնարկել է բժիշկների անհատական լիցենզավորման գործընթացը, նաեւ բժշկական կազմակերպություններին 5 տարվա լիցենզիայի տրամադրումը։ Նախորդ տարվա ընթացքում շարունակվել են օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստումները։ Դեկտեմբերի 15-ի դրությամբ իրականացվել է երիկամի 15 եւ ոսկրածուծի 55 վիրահատություն։ Հանդիպանը նշվեց, որ կարևորելով հիվանդությունների վաղ հայտնաբերումը, ընդլայնվել են սկրինինգային ծրագրերը։ 2025 թվականից ավելացել է ադրենոգենիտալ սկրինինգի իրականացումը նորածինների շրջանում 28565 հետազոտություն։ Տարեվերջին մեկնարկել է նաև ակնային նորածնային սկրինինգը։ 2025-ին պետական բյուջեից կենտրոնացված կարգով ձեռք է բերվել 95 անվանում դեղ 16 հիվանդության համար, որը հասանելի է 238,964 շահառուի։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։